Եթե անդրադառնանք մի քանի բառով այն ամենին, ինչ տեղի ունեցավ նիստի ընթացքում, ես ցանկանում եմ դες հիշեցնել, որ Միասնության թվեր կուսակցությունը այն երկու կուսակցություններից մեկն էր, որը դիմում էր ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով, որը ներկայացրեց պարոն Դրմյանը, եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք ամբողջ Երևանի տարածքում եւ հանրապետության որոշ այլ տարածքներում ներկայացրել էինք դիմումներ վերահաշվարկի վերաբերյալ։ Այսինքն հենց մենք էինք, որ հետևողականորեն գնացինք մեր ձայների հետևից եւ ցանկանում էինք վերահաշվարկ կատարել, տեսնել ընտրությունների արդյունքների ամփոփումը։ Ինչ տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում։ Նախ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց օրակարգը։ Հիշում ենք բոլորս, ովքեր ներկա էին, օրակարգում հաստատվեց մեկ հարց։ Այդ մեկ հարցը ընտրությունների արդյունքների ամփոփումն էր, ինչպես եւ սահմանում է ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածը։ Ուրեմն մեկ հարցի շրջանակներում պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացներ 95-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը։ Օրակարգի հաստատումը ինչքանով է կարևոր, զուտ իրավաբանական կատեգորիա է սա, եւ եթե օրակարգում ինչ-որ բան դու չես հաստատում, ապա այդ նիստի ընթացքում դու այդ օրակարգից դուրս որևէ գործողություն չես կարող անել։ Իրավաբանորեն կատարած քո գործողությունը, քո կայացրած որոշումը, եթե դու ունես հաստատված օրակարգ, այդ օրակարգի շրջանակներից դուրս, իրավաչափ չէ, ի սկզբանե իրավաչափ չէ։ Դրա համար օրինակներ կարող եմ բերել, օրինակ եթե կուսակցությունը գրանցման ժամանակ տեղադրի իր հայտարարությունը եւ իր օրակարգը լիարժեք չլինի, ապա այդ կուսակցության հաստատած մնացած հարցերը պարզապես պետական ռեգիստրը չի գրանցի։ Ուրեմն պետք է օրակարգը ճիշտ հաստատվի կամ օրակարգը եթե քննարկվում է, օրակարգի ժամանակ հաստատվեն մի քանի հարցեր։ Հիմա ընտրությունների արդյունքների ամփոփման հարցը հաստատվեց, այդ շրջանակներում պետք է քննարկվեին դիմումները եւ այստեղ սկսվեց, ինչպես ասում է 48-րդ հոդված, ասում է դիմումները, ներկայացված դիմումները ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրականացվում են այդ նիստի շրջանակներում, այդ որոշման կայացման շրջանակներում դրանցով առանձին դիմում չի կայացվում։ Առանձին որոշում չի կայացվում։ Հիմա ինչ է իրենից ենթադրում դիմումի քննարկումը։ Դիմումի քննարկումն ըստ էության վարչական վարույթ է։ Եվ պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջնորդվել վարչարության մասին օրենքով, վարչարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքով, որին հղում է կատարում հենց 48-րդ հոդվածը ընտրական օրենսգրքի եւ ասում է, եթե այլ բան սահմանված չէ ընտրական օրենսգրքով, ապա պետք է կիրառվի վարչարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքը։ Այստեղ սահմանված էր ընդամենը մեկ բացառություն, որ առանձին որոշում չի կայացվում։ Իսկ ինչ արեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, վերցրեց վարչարության մասին օրենքի ամբողջ դրույթները եւ վարչարության մասին օրենքը դրեց մի կողմ եւ վերցրեց իրականացրեց ինչ-որ մի անհասկանալի գործառույթ, ընթերցեց պարզապես իր նախագիծը, թույլ տվեց, որպեսզի կողմերը ներկայացնեն իրենց դիմումները, այն պատճառով, որպեսզի դիմումների ներկայացումը լինի ավելի հակիրճ, միայն այդ տրամաբանությամբ, հարց ու պատասխան չկազմակերպեց, հանձնաժողովի անդամները իրենց հարցերը չուղղեցին դիմումատուներին, որևէ գործողություն չարվեց եւ որ ամենատարօրինակն էր, վերջում կայացրեց մի անհասկանալի որոշում ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ։ Նմանատիպ որոշում ընդհանրապես կենտրոնական ընտրական օրենսգիրքը չի նախատեսում։ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածը նախատեսում է 5 որոշումներ եւ դրանցից առաջինը հետեւյալն է, ես ասեմ 5 որոշումներից առաջինը, որը հետո կայացրեց առանձին կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչ է ասում 95-րդ հոդվածը։ 95-րդ հոդվածը ասում է հետեւյալը. կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով, այսինքն հղում է կատարում ուղղակի 75-րդ հոդվածին, եւ ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը. ազգային ժողով ընտրելու եւ մանդատների բաշխման մասին, ազգային ժողովի падգամավորների մանդատների նախնական բաշխման մասին, առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին, ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու եւ ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին, ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին եւ այլն եւ այլն։ Այս 5-րդն է, որը մենք վերաքվեարկություն չունենք։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր տրամաբանությամբ պետք է այդ մի որոշումը ամփոփման արդյունքում կայացնել ազգային ժողով ընտրելու եւ մանդատների բաշխման մասին, եթե կայացնում էր այդ որոշումը, որը մենք տեսանք հետագայում։
կամ պետք է դիմումները քննարկել եւ դիմումների քննարկման արդյունքում գուցե բացահայտել այնպիսի խախտումներ, որ կայացներ 3-ից 5-րդ կետերով ընկած որոշումներից որևէ մեկը։ Հետևաբար մենք տեսանք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց մի որոշում, որն ընդհանրապես նախատեսված չի ընտրական օրենսգրքով։ Երկրորդ որոշումը, որը կայացրեց մանդատների բաշխման մասին, այս որոշումը ընդհանրապես դուրս էր օրակարգից։ Հետևաբար զուտ ընթացակարգային առումով, պարզապես ընթացակարգային առումով, այս որոշումն արդեն իսկ անվավեր որոշում է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ունեցել իր օրակարգում հաստատված նմանատիպ հարց, որպեսզի նմանատիպ որոշում կայացնի։ Կոլեգաներից որևէ մեկ երբ մենք դուրս էին գալիս արդեն, երբ ես հարցում էի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, ինչ ընթացակարգով ենք, ինչ քննություն ենք իրականացնում, ասես դուք բան եք անում, բոյկոտում եք, ասես չենք բոյկոտում, նիստն ավարտվեց։ Որովհետև ենթադրվում էր, որ նիստն ավարտվել է, մի որոշումը, որը օրակարգով հաստատված է, կայացվել է եւ նիստն ավարտվել է։ Հաջորդ որոշումը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոր նիստ հրավիրեր արտահերթ, նոր օրակարգ հաստատեր եւ կայացներ այդ որոշումը։ Հետևաբար մենք գտնում ենք, որ այն որոշումը, որը կայացվել է մանդատների բաշխման վերաբերյալ, որն իբր թե օրակարգով երկրորդ հարցն է, նմանատիպ որոշում ընդհանրապես չի կայացվել։ Դա ընթացակարգային առումով, զուտ վարչարարության առումով գոյություն չունեցող որոշում է։ Հետևաբար այսօր մենք ըստ էության ունենք մանդատների չբաշխվածության վիճակ։ Այն ինչ որ հայտարարվում է, թե կա դա գոյություն ունի, իրավաբանորեն այս իրավիճակը աբսուրդ է, սա չկա։ Սա ամենակարևոր արձանագրումներից մեկն է, որ մենք պետք է նկատի ունենանք եւ մեր բողոքարկման գործընթացները հենց այս տրամաբանությամբ են ընթանալու նաեւ, որպեսզի հասնենք նրան, որպեսզի որ այդ որոշումն անվավեր ճանաչվի։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, այո, մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան, այո, ընտրությունների արդյունքները վիճարկելու ենք եւ բովանդակային եւ ընթացակարգային բոլոր հարցերը բարձրացնելու ենք եւ հասնելու ենք նրան, որպեսզի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն եւ Սահմանադրական դատարանի տիրույթում է արդեն, թե ինչ որոշում կայացնի Սահմանադրական դատարանը, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, Սահմանադրական դատարանը օրենքը նախատեսում է Սահմանադրական դատարանի մասին օրենք 77-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ որոշումները անվավեր ճանաչել ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը եւ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգը։ Նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Հիմա էլի պարոն Դրմյանին երկրորդ եմ, այստեղ ես չեմ բացահայտի մանրամասն, թե մենք որ ընթացակարգով կգնանք, բայց տրամաբանական շրջանակներ այն է, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն ընդհանրապես եւ մենք մեր փաստերի ծավալուն մեծ շրջանակ ունենք, որոնցով կարող ենք պնդել եւ փաստել, որ ընտրությունները եղել են ոչ մրցակցային պայմաններում, ապօրինի ազդեցություն է եղել քաղաքացիների կամքի վրա եւ այո, մենք պնդում ենք, որ պետք է ընտրությունների արդյունքները ամբողջությամբ անվավեր ճանաչվեն։